Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն հաղորդենք լուրերը։ Ազգային ժողովին մեջ քբեական պատգամավոր Արուսյակ Ջուլհագյան հայտարարեց, որ նոր սահմանադրության նախապանը անկախության հռչակագրին հղում չի պարունակեր։ Բաքու հստակ նախապայման դրած է, թե խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն, երբ Հայաստանի սահմանադրութենեն կհանվի անկախության հռչակագրին հղումը, որ ըստ Ադրբեջանի հողային պահանջներ ունի։ Փաշինյան իր գարկին հստակացուցած է, թե հռչակագիրը դակնաբի ծնունդ կուտա եւ անգետ ցերփազադիլը գփխի Հայաստանի շահերեն։ ԿԲ նոր խորհրդարանի մեջ սահմանադրական մեծամասնություն չունի։ Նոր սահմանադրությունը հանրակրվեի տրվելու համար նախ պետք է ընդունվի ազգային ժողովին կողմէ 2/3 քվեներով։ Այլ խոսքով, ԿԲ ունի 64 պատգամավոր, մինչ գարիկը կա առնվազն 70 քվեներու, որովհետեւ նոր սահմանադրություն ընդունվի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Նախիջևանի մեջ հայտարարեց, որ կնախադեсվի Ադրբեջանեն դեպի Հայաստանի սահման երկաթուղի կառուցումը քալ տարի իր ավարտին հասցնել, ավելցնելով, որ Հայաստանի մեջ այս երկաթուղին 42 կիլոմետր երկարությամբ հատվածին կառուցումը այս տարի պետք է սկսի։ Ալիև նաև հայտնեց, որ թրիփ նախագիծին կապակցաբար Ադրբեջանի մեջ իրականացվող աշխատանքները գրեթե ավարտած են։ Ալիև թրիփ նախագիծը կշարունակե Զանգեզուրի միջանցք անվանել։ Ադրբեջանի նախագահը բացահայտեց, որ ադրբեջանցի մասնակիցներ Հայաստանի տարածքներում մեջ կատարած են ուսումնասիրություններ եւ նույնիսկ որոշած են այն վայրերը, ուր պետք է հաստատվին էլեկտրական լարերուն հենասյուները։ Ալիև հաղորդեց, որ պատրաստ է Հայաստանի տարածքով Ադրբեջանեն դեպի Նախիջևան էլեկտրական հոսանքի փոխանցման նախագիծը, ավելցնելով, որ այս ենթակառույցը նաև Հայաստանի կրնա օգտակարել, որովհետև Մեծամորի գորիզային գայանը հինցած է եւ կրնա փակվիլ։ Դեղին է նշել, որ թրիփ նախագիծը ոչ միայն ճանապարհային եւ երկաթուղային, այլև գազադարներու, հաղորդակցություններու եւ ուժանույթի ցանցերու զարգացում կներառի։ Հայաստանի ապահովության խորհրդի նոր քարտուղարը Ալեն Սիմոնյանն է, զոր փոխարինեց 2018-ին ի վեր այս պաշտոնին վրա գտնվող արցախցի Արմեն Գրիգորյանը։ Կադրային այս փոփոխության լուրին հրաբարակում են ետք, Նիկոլ Փաշինյան հրաբարակավ հերքեց այն դերակցությունները, թե ինք Գրիգորյանի պաշտոն առաջարկած է pedagogan համագարկին մեջ, ավելցնելով, որ Գրիգորյան որոշած է թատրիլ pedagogan համագարկին մեջ աշխատանքը եւ թե ինք հարկանքով կվերապերի անոր որոշումին հետ։ Նախաբես շրջանառության տրված էին լուրեր, թե Փաշինյան Գրիգորյանի առաջարկած է միանալ իր աշխատակազմին։ Դեղին է նշել, որ Գրիգորյան պաշտոնազրկվեցավ Նիկոլ Փաշինյանի որոշումով։ Իսկ ոչ մեկ պատճառաբանություն դրվեցավ, թե Փաշինյան ինչու որոշած է Արմեն Գրիգորյանը փոխարինել Ալեն Սիմոնյանով։ Կարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին եւ 6 եպիսկոպոսներու թադական կորզը մագակրվեցավ թադավոր Սերժ Ռուշանյանին։ Թադական նոր նիստին թվականը հստակ չէ։ Թադավոր Հակոբ Մանուկյան թադական առաջին նիստին սկիզբը հրաժարած էր, պատճառաբանելով, որ փաստաբանական իր արտոնակիրը ստացած է ցերամփ ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպան փաստաբաններեն Արա Զոհրաբյանի։ Ռուշանյան թադավոր նշանակված է հուլիս 2023-ին, նախապես անկործած է արդարադատության նախարարության մեջ, ուր 5 ամիս եղած է նախարարի խորհրդական եւ ապա օգնական։ Թադավորը
իր իրավագիտական ուսումը ստացած է Հայաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիո մեջ։ Մյուս կողմը Կոստանդնուպոլսու հայոց բادرիարքությունը զորակցություն հայտնեց Կարիքին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին եւ 6 եպիսկոպոսներուն։ Հրաբարակված հաղորդակցությամբ բادرիարքությունը հայտարարեց, որ վերջին շրջանին հայ արաքելական եկեղեցու դեմ որդեգրված ժխտական դիրքորոշումը խոր ցավ եւ վիրավորանք պատճառած է Հայաստանի եւ Սփյուռքի դարածքին հավատացյալներու։ Այս տարվան ընթացքին խաղաղ պայմաններու մեջ հայոց բանակին մեջ արձանագրվեցավ 9-րդ զոհը, որուն մարմնին վրա հրազենային վնաս կա։ Ըստ սովորականին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ քննություն բացված է ըստուկելու համար Գրիգոր Զաքարյանի մահվան պատճառները։ Զինվորի մահվան լուրին հաջորդեց զինվորական ոստիկանության պետ Զորավար Աշոտ Զաքարյանի հրաժարականին մասին տեղեկությունը։ Անայս պաշտոնին վրա գտնվի 6 տարի է ի վեր։ Նախապես Փաշինյան հայտարարած էր, որ կադրային փոփոխություններ պիտի կատարվին հատկապես զինվորական ոստիկանության շարքերում մեջ։ Ռուսիա արտաքին գործոց փոխնախարար Միխայել Գալուզին հայտնեց, թե Եվրասիական տնտեսական միությունը գագնգալ է, որ մինչև դեկտեմբեր Հայաստանի մեջ կգայանա հանրակրվե հանուն Եվրոպական միության Եվրասիական տնտեսական միութենեն հեռանալու մասին։ Գալուզին նշեց, որ եթե Երևանի իշխանությունները նկատի չառնեն հանրակրվե կազմակերպելու գոչը, ապա Եվրասիական տնտեսական միության առաջնորդները հաշվի պիտի առնեն այս իրողությունը հետագա քայլերու հստակացման ժամանակ։ Անսավ որ միության առաջնորդները Հայաստանի հարցը պիտի քննարկեն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի դեկտեմբերին գայանալիք նիստին ընթացքին, ուր զեկույց պիտի ներկայացվի Հայաստանի մասնակցության դադրեցման հնարավոր հետևանքներու մասին։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսով անհրաժեշտ համարեց, որ Հայաստանի մեջ Արցախի հանրապետության մնային ներկայացության շենքը բահե իր գարկավիճակը։ Ավանեսովի համաձայն Արցախահայության բռնի դեղահանությունը եւ ստեղծված քաղաքական իրավիճակը չեն գրնար հիմք հանդիսանալ Արցախի պետականության եւ անոր պետական հաստատություններուն հետ կապված խորհրդանշական եւ պատմական արժեքներու աստիճանական անհետացման համար, ավելցնելով, որ այս իմաստով Հայաստանի մեջ Արցախի հանրապետության մնային ներկայացության շենքը պետք է համարվի իբրև Արցախի պատմական եւ պետական ժառանգության կարևոր բաղադրիչը։ Երկուշաբթի 10 օգոստոսին Watertown-ի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մեջ կատարվեցավ հիշադակի արարողություն, Հոյիտա Միացյալ Նահանգներու Գետրոնական կոմիտեի նախկին անդամ, Հոյիտա արխիվներու նախկին պատասխանատու, Հոմի գրասենյակի նախկին տնօրեն, հայտարարի գործիչ մտավորական ընկեր Թաթուլ Սոնենց Փափազյանի հիշադակին։ Արարողության ավարտին խոսքարին հանգուցյալին զավակը Վիկեն Սոնենց Փափազյան, Հոյիտա Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի Գետրոնական կոմիտեի անունով Ջորջ Աղջայան, Հոմի Գետրոնական վարչության ադենաբեդ Արուսյակ Մելքոնյան եւ Միացյալ Նահանգներու Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան arczepiskopos Թանիելյան։ Անոնք վեր արին ընկեր Թաթուլ Սոնենց Փափազյանի վաստակն ու ներդրումը գուսակցական, ազգային, բարեսիրական թե այլ բնակավարներու մեջ։ Իսկ այժմ հարկելի ագնտիրներ հարցազրույցը պիտի ունենանք Իրանի հարցերով փորձակետ Արամ Շահնազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Շրջանին մեջ լարվածության շարունակման եւ ամերիկյան իրանյան դակնաբին պայմաններու մեջ որքան հավանական է թրիպ ծրագրին արագ իրականացումը։ Տեսականորեն ես հնարավոր եմ տեսնում այդ մանավանդ որ իրանական
այսպես կոչված լրատվական միջոցները, իրանական փորձագիտական շրջանակները արդեն ահազանգում են այն աշխույժ շինարարական աշխատանքների մասին, որոնք տեղի են ունենում Իրան-Հայաստան սահմանին եւ հենց այն ուղղությունն է, որը կոչվելու է TRIP, բայց արդյոք դա կդառնա այսպես կոչված իրականություն, շինարարական աշխատանքները մի բան են, նախագծի իրականացնելը մի ամբողջովին այլ բան է։ Այն շահախնդիր պետությունները, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որոնք այս նախագծի մեջ տեսնում են իրենց շահերին ուղղված անմիջական վտանգներ, թույլ կտան, որպեսզի դա գործնականում գետնի վրա, հողի վրա իրականություն դառնա, թե ոչ, մեկ այլ հարց է ամբողջովին։ Իմ կարծիքով ներկա դրությամբ, որը տիրում է այս տարածաշրջանում, այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այս տարածաշրջանում, մեզ պետք է հուշեն, որ այս նախագծի կյանքի կոչումը պահանջելու է շատ ավելի երկար ժամանակ, քան այնինչ որ տեղի է ունենում ֆիզիկական պատրաստվածություն, շինարարություն եւ դրանցից բացի իրականում դրա կյանքի կոչելը, ինչպես նշեցի, երկար ժամանակ է պահանջելու։ Մինչ Միացյալ Նահանգները կհայտարարեն, թե Իրանի ծովային շրջապագումը կշարունակվի, Իրան փակ կբահե Հորմուզի նեղուցը։ Ինչ նշանակություն ունի այս վիճակին մեջ Հայաստանի հարավային սահմանին վրա ամերիկյան զորախումբին տեղակայումը եւ թուրք-ադրբեջանական ջագադին միջանցքիմը դրամատրումը։ Ի վերջո, TRIP նախագիծը Հայաստանի տնտեսության զարգացման պիտի ծառայի, թե այլ նպատակներ կհետապնդի։ Իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում տարածաշրջանում, հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում, դրանք նույն շղթայի տրամաբանական օղակներն են, որոնք միացնում են, ձևավորում են մի շղթա տրամաբանական գործողությունների։ Իրանի հյուսիսային սահմաններին որոշակիորեն այդ TRIP կոչված նախագիծը կամ ինչպես ընդունված է եւ իրականում այդպես է Զանգեզուրի միջանցքի տարածքում Միացյալ Նահանգների ռազմական միավորումների տեղակայումը անվտանգային ուղղակի սպառնալիք է ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այդ մասին իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, իսկ իրանական փորձագիտական շրջանակները վերջին 1 շաբաթ 10 օրվա ընթացքում արդեն բացահայտորեն խոսում են այդ մասին։ Այս միջանցք կոչվածը TRIP-ը, որը տրամադրվելու է Ադրբեջանին եւ Թուրքիային, ծառայելու է հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին, ես չեմ կարծում, որ տնտեսական, այսպես կոչված մեծ շահեր է կարող ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Ընդհակառակը դա կարող է վերածվել անվտանգային յուրահատուկ սպառնալիքի առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության համար, ոչ միայն այն պատճառով, որ դա տրամադրվելու է, դա հիմնականում օգտագործելու են մեր երկու թշնամի պետությունները Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ նաև այն պատճառով, որ դա վերածվելու է մի հարթակի, որտեղ Հայաստանը դառնալու է տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի առճակատման հարթակ։ Խոսքը ուղղակիորեն վերաբերում է Միացյալ Նահանգներին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որովհետեւ ինչպես նշեցի, Իրանը այս TRIP կոչված նախագիծը տեսնում է որպես իր համար անմիջական սպառնալիք, ամերիկյան ուժերի տեղակայումը իր սահմանին անընդունելի է բացարձակապես Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ռուսիա հայտարարել է, որ TRIP ուղին պիտի գործե Եվրասիական տնտեսական միության ղեկավարումներուն համաձայն եւ պատրաստակամություն հայտնած է անոր սպասարկման իր մասնակցությունը բերելու իմաստով։ Հակառակ այսօր Փաշինյան հետևողականորեն հայտարարել է հայկական երկաթուղիի համաձայնագիրը դադրեցնելու մտածության մասին։ Ինչ հետևանքներ կրնա ունենալ քբեական վարչախումբին այս մոդեցումները։ Առաջին հարցին ի պատասխան ես արդեն նշեցի, որ գլխավոր վտանգը դա է, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի մի հարթակի, որտեղ խաչաձևելու, բախվելու են տարբեր ուժերի տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային, ընդ որում գերտերությունների շահերը։ Եվ սա արկածախնդրություն է, միանշանակ արկածախնդրություն է, որը
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանձինս իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի փորձում են իրականացնել տրվել արևմուտքի խոստումներին, կատարել այն բոլոր պահանջները, որոնք արևմուտքն է ներկայացնում, որի վերջնական նպատակը Հայաստանը վերածել հակառուսական, ինչու չէ նաև հակաիրանական հարթակի, նման գործողությունների հարթակի։ Սա միանշանակորեն աղետի կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության համար, չմոռանանք, թե Ռուսաստանը ինչ դերակատարություն ունի այս տարածաշրջանում, չմոռանանք, որ Ռուսաստանը դեռևս համարվում է գլխավոր ուժը այս տարածաշրջանում, չնայած նրա դիրքերը զգալիորեն թուլացել են վերջին տարիների ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, այդուհանդերձ դա չի նշանակում, որ Ռուսաստանը չունի հնարավորություն պատժելու Հայաստանին հակառուսական գործողությունների համար։ Նման գործողությունները, նման արկածախնդրությունները չեն կարող որևէ, այսպես կոչված, շահ ունենալ Հայաստանի Հանրապետության համար, թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, թե մանավանդ անվտանգային առումով։ Ընդհակառակը դրանք գործելու են ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ առիթ են ընծայելու, որպեսզի մեր թշնամիները կարողանան այդ ճեղքվածքները, որոնք ստեղծվում են մի կողմից Իրան, մի կողմից Հայաստան, Ռուսաստան հարաբերություններում եւ խորանում են այն ճեղքվածքները, որոնք կարող են ստեղծվել խզումները Իրան Հայաստան հարաբերությունում, դրանք օգտագործել ի նպաստ իրենց շահերի։ Շնորհակալություն։ Հարգելի ագնտիրներ, մեր զրուցակիցն էր Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյան։ Այսպիսով իրավարտին կհասնի նաև մեր հաղորդումը։ Ցտեսություն։